Բարի օր, հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Կարծեք թե ավանդույթ եմ դարձնում ձեզ հետ որոշակի հրատապ եւ կարեւոր լուրերով կիսվելու այս ձևաչափը։ Եվ այսօրվա մեր եթերը վերնագրել եմ կոռուպցիա կա կոռուպցիա։ Հայաստանում կոռուպցիայի թարմ տվյալների մասին ուզում եմ ձեզ հետ կիսվել։ Մի քանի վայրկյան ոտներս կախկցենք մինչև մեր հանդիսատեսը լսարանը մեզ միանա։ Եվ այսպես, սիրելի հայրենակիցներ, այսօր առավոտյան լույս է տեսել միջազգային, տրանսազգային հասարակական կազմակերպության համաշխարհային մասշտաբի հայտնի Transparency International կառույցի տարեկան հերթական զեկույցը կոռուպցիայի ընկալման վարկանիշի մասին, ինդեքսի մասին իրականում, եւ սա այն կազմակերպությունն է, որը որ տարիներ շարունակ եւ մեր իշխանության օրոք եւ հիմա տարբեր երկրների հետ կապված իրականացնում է կոռուպցիայի ընկալման չափումներ եւ հրապարակում է իրենց տվյալները տարեկան զեկույցով։ Որպեսզի հասկանաք, որ սա կարևոր կառույց է կամ կարևոր զեկույց է, հիշեցնեմ, որ տարիներ առաջ, երբ որ Հայաստանը կտրուկ հետընթաց ապրեց կոռուպցիայի ընկալման ինդեքսով, Նիկոլի իշխանության օրոք, Նիկոլը դրա մասին խոսեց եւ կառավարության նիստին եւ հետո նիստից հետո օրեր անց հրավիրեց ինչ-որ անիմաստ հերթական խորհրդատվությունը, քննարկումները այն մասին, թե ինչ անենք, որ Հայաստանում կոռուպցիան վերանա։ Այսինքն սա համբավ ունեցող, որոշակի հեղինակություն ունեցող աշխարհում մեկ հայտնի կառույց է եւ կոռուպցիայի հետ կապված տարբեր երկրներում համարվում է հիմնական անկախ չակերտների մեջ անկախ կառույցը, ինչու չակերտների մեջ անկախ, որովհետեւ նման տրանսնացիոնալ ՀԿ-ները իրականում մաս են կազմում գլոբալ աշխարհակարգի վրա ազդեցություն ունեցող քաղաքական նշանակության նաև ազդեցություն ունեցող շրջանակների եւ մշտապես լինում են ամենայն դեպս կողմնակալ։ Դա եղել է մեր իշխանության օրոք, նաև որ ժամանակ իհարկե եղել է կոռուպցիա, ինչպես նաև սրանց օրոք կա եւ կլինի կոռուպցիան կա բոլոր երկրներում, կառավարություններում։ Խնդիրը հետեւյալի մասին է, թե որքանով է այս գործիքը օգտագործվում գեոպոլիտիկ նկատառումներից ելնելով, որքանով են այդ չափումները օբյեկտիվ եւ այդ պայի դրությամբ նման զեկույցների գլոբալ տերերը ինչ են ուզում ձեզ լսեցնել։ Մի խոսքով, վերադառնում ենք նիկոլական Հայաստան, ուրեմն կոռուպցիայի ընկալման ինդեքսով այս տարի Հայաստանը ուշադրություն հետընթաց է արձանագրել, հերթական անգամ մենք ունենք հետընթաց, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանում ոչ միայն կա կոռուպցիա, ինչպես տարբեր երկրներում, կոռուպցիոն պայքարը Նիկոլի, այսպես ասած, հռչակված պայքարը իմիտացիոն է, անարդյունավետ է եւ բացի նրանից, որ մեր կենցաղում բոլորս գիտենք այդ կոռուպցիայի մասին, տեսնում ենք այդ բոլոր քպայականների դո եւ պոսլե նկարներից զռում, այսպես ասած, կոռուպցիան, նրանց հայտարարագրերից է զռում այդ կոռուպցիան, մեր կենցաղում փոքր քաղաք է, փոքր երկիր է, բոլորը ամեն ինչ գիտեն, կոռուպցիան այնքան շատ է, որ արձանագրված է նաեւ Transparency International-ի այս տարվա զեկույցում։ Ավելին ասեմ ձեզ, ակնհայտ է, չէ, որ Նիկոլենց այսօրվա տերերը, գեոպոլիտիկ տերերը ուղղակի առնչություն ունեն նման միջազգային կառույցների վրա, առնչություն ունեն նրանց հետ, ազդեցություն են նրանց զեկույցների վրա։ Նիկոլը իրականացնում է վերջին շրջանում բացահայտ իրենց համար ընդունելի, հաճելի, այսպես ասած, իրենց կողմից ղեկավարվող արտաքին եւ անվտանգային քաղաքականություն, այսինքն բոլոր հիմքերը կային, որ Նիկոլի գլուխը շոյային, ասեն դե մեր ՀԿ-ներն են, այս անգամ էլ աչք կփակենք քո խայտարակ ցուցանիշների վրա, բայց պատկերացրեք ինչքան բարձր է եղել կոռուպցիայի ընկալման եւ կոռուպցիայի մակարդակը Հայաստանում, որ նույնիսկ
Նիկոլի գեոպոլիտիկ տերերը, որոնց ձեռքերում են նման զեկույցների վրա ազդեցությունը, չեն ցանկացել մխտռվել եւ բացահայտ չեն նկարել, իհարկե լի նկարած է, բայց բացահայտ չեն նկարել բարձր գնահատականներ եւ լավ ցուցանիշներ Նիկոլի համար եւ մի քիչ էլ իրենց երեստ են պահել, որովհետեւ ամբողջ ժողովուրդը խոսում է նիկոլական կոռուպցիայի մասին եւ այդ միջազգային կառույցը վստահ եմ չէր ուզենա իր տարիներով վաստակած անաչառ ՀԿ-ի իմիջը մատաղ անել Նիկոլի փողասեր եւ շիրոտ, այսպես ասած, փողի նկատմամբ անոչ անտարբեր քաղաքական կերպարի համար մատաղ չէին անելու իրանց։ Ինչևէ, Հայաստանի կոռուպցիայի մակարդակը ուրեմն այս տարի վատթարացել է եւ ցուցանիշը, այսինքն եւ միավորն է իջել, երկու բառ ասեմ ոնց են չափում, որ լավ հասկանանք, ուրեմն կոռուպցիայի մակարդակը, անկալման մակարդակը չափում են 0-ից 100 սանդղակով, որքան ավելի բարձր է միավորը, այնքան ավելի քիչ են կոռուպցիոն ռիսկերը, այնքան ավելի քիչ է կոռումպացված այդ երկիրը կամ այդ կառավարությունը։ Հայաստանի ցուցանիշը 1 միավորով իջել է եւ այս տարի կազմում է 46 բալ 100-ից, նախորդ տարի դա ուրեմն 47 բալ էր, նորից կրկնեմ, իհարկե կարող էին ավելի օբյեկտիվ գտնվել եւ իրականում էլ ավելի շատ բալեր հանել նիկոլական Հայաստանի կոռուպցիոն ցուցանիշից, բայց այս մի բալը գոնե հանել են, այսինքն ակնհայտ է, որ տենդենսը վատն է եւ ավելին Հայաստանի ցուցանիշները վատացել են նաեւ աշխարհում զբաղեցրած մեր տեղի առումով մենք այժմ գտնվում ենք կոռուպցիայի մեկ վայրկյան, ես ձեզ բացեմ կոնկրետ տվյալ, երկրորդ հեռախոսով տվյալներն եմ փնտրում, որ ձեզ ավելի հստակ ասեմ։ Ուրեմն անցյալ տարի 47 բալ էր, հիմա 46, այսինքն ցուցանիշը վատթարացել է։ Անցյալ տարի Հայաստանը 63-րդ տեղում էր աշխարհում, հիմա 65-րդ տեղում է, այսինքն նահանջել ենք այս սանդղակում եւս, այսինքն ինչքան բարձր երկիրը, այնքան ավելի բարձր տեղ է գրավում երկիրը, այնքան ավելի պակաս կոռումպացված է, մենք այստեղ էլ ենք նահանջել։ Այսինքն Նիկոլի կողմից դեռևս տարիներ առաջ հռչակված թեզը, որ Հայաստանում կոռուպցիա չկա, իհարկե բոլորս գիտենք, որ խաշած հավերը վերակենդանանում էին եւ հոմերիկ ծիծաղի մեջ էին ընկնում այդ թեզից, բայց ոչ միայն խաշած հավերն են փաստորեն նման կոնվուլսիաների մեջ Նիկոլի այդ պնդումից նաև միջազգային կառույցներն են արձանագրում, որ Նիկոլը ստել է տարիներ առաջ եւ շարունակում է ստել։ Այսինքն Հայաստանում կոռուպցիան շարունակում է ծաղկել Նիկոլի օրոք եւ Նիկոլի շնորհիվ կարող ենք ասել, որովհետեւ պետության կողմից հռչակված հակակոռուպցիոն երակայությունը իր արդյունքը չի տալիս այդ ռազմավարությունները, ավելին Հայաստանում իրավիճակը վատանում է։ Ուրեմն ուզում եմ ձեզ պատմել, թե կոնկրետ զեկույցում ինչ խնդիրներ են մատնանշվել Հայաստանի հետ կապված։ Գրած է հետևյալը, որ Հայաստանը ընդունել է հակակոռուպցիոն օրենսդրություն եւ ռազմավարություններ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին, բայց ապագա առաջընթացը, պրոգրեսը ուրեմն խոչընդոտվում է կամ կախված է, այսպես կարող ենք թարգմանել, սա շատ կարևոր է, ուրեմն դատական իշխանության եւ դատախազության անկախությունից եւ էֆեկտիվությունից։ Այսինքն զեկույցում նշված է, որ Հայաստանում կոռուպցիայի մակարդակի աճը ուղղակիորեն կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանում դատական համակարգը անկախ չէ, իսկ դատախազությունը եւ անկախ չէ եւ էֆեկտիվ չէ, թե դատախազությունը, թե ուրեմն դատական համակարգը առհասարակ։ Սա ինչով է կարևոր, սա կարևոր է հասկանալու համար, թե որքան շահկապված են երկրում բոլոր խնդիրները, որովհետեւ եւ դատախազության եւ դատական համակարգի դերակատարությունը ֆատալ է, այսպես ասած, որոշիչ է եւ ճակատագրական Հայաստանում նաեւ ժողովրդավարության հետընթացի, մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների եւ որպես դրա հակապսակ եւ հակաթակ երկրում առ այսօր արկա տասնյակ քաղբանտարկյալների տեսքով։ Այսինքն
կախյալ դատական համակարգը եւ կախյալ դատախազությունը ստեղծում են հիմքեր թե կոռուպցիայի համար, կոռուպցիայի զարգացման համար, թե ստեղծում են հիմքեր Հայաստանում ժողովրդավարության հետագա ոտնահարումների եւ քաղաքական բանտարկյալների առկայության համար։ Սա կարևոր է հասկանալ, որովհետեւ այո, Նիկոլական Հայաստանում իրավապահ համակարգը առհասարակ 4-րդ իշխանությունը մասնավորապես դարձել է մահակ ոչ միայն ընդդիմադիրների, ընդդիմախոսների հասարակության կարծիքը ճնշելու, կառավարելու, վախի մթնոլորտ տարածելու, այլ նաև սեփական հարստությունը դիզելու եւ ուրիշների գործունեությունը կամ քաղաքական հակառակորդների նկատմամբ թեկուզ եւ գույքի բռնագանձման կամ այլ գործիքակազմերով ճնշում գործադրելու տեսակետից։ Եվս մեկ բան եմ ուզում ձեզ պատմել ու շատ ձեր ուշադրությունը չգրավեմ, խոսքը գնում է հետևյալի մասին, թե ինչպես է չափվում այդ կոռուպցիայի ընկալման համախտանիշը, ընդհանուր ցուցիչը։ Եվ ուզում եմ ասել ձեզ, որ մեթոդաբանության հիմքում ընկած են մի շարք այլ միջազգային զեկույցների հիման վրա վերցրած տվյալները, օրինակ, կոռուպցիայի չափը Հայաստանում, կոռուպցիայի մակարդակը չափվում է հաշվի առնելով ուրեմն Varieties of Democracy ինդեքսը, Նիկոլես ինդեքսը շատ էր սիրում առաջ, ըստ եղել այդ ընթացներ ամեն տարի գրեթե, Economist Intelligence Unity տարեկան պատրաստված Democracy ինդեքսի զեկույցը, World Economic Forum-ի համապատասխան զեկույցներ, այսինքն մի 5-6 միջազգային զեկույց հիմքա ծառայում այս ցուցանիշը համապատասխան բանաձևով դուրս բերելու համար, այսինքն սրանք, այսպես ասած, միայն օդից վերցրած տվյալներ չեն, այլ փոխկապակցված որոշակի հաշվարկների հիման վրա են ստեղծվում։ Ինչևէ, նորից իմի բերեմ, որ այս տարվա զեկույցը, անկախ նրանից, որ նման զեկույցները գրվում են Նիկոլի այսօրվա գեոպոլիտիկ տերերի ազդեցության ճարտարապետության օղակների կողմից, այնքան շատ է Հայաստանում կոռուպցիան, այնքան զռու ցցում են այդ դեպքերը, որ անգամ այդ զեկույցները չեն կարողանում թաքցնել իրական վիճակը մեր երկրում եւ արձանագրվել է, որ Հայաստանում կոռուպցիայի մակարդակը աճել է, պայքարի անարդյունավետությունն է արձանագրվել, հիմքում ընկած է դատական համակարգի կախյալությունը եւ ոչ էֆեկտիվությունը, եւ Հայաստանը նահանջել է ոչ միայն բացարձակ ցուցանիշով, այլև աշխարհում զբաղեցրած, այսպես ասած, իր տեղով։ Սա է Նիկոլական Հայաստանի ընդամենը մեկ ոլորտում մեկ փոքրիկ, չնայած կոռուպցիայի մասով, նիկոլական կոռուպցիայի մասով դժվար է ասել փոքրիկ, բայց գոնե մի ոլորտի մասին է խոսքը եւ այսպես գրեթե բոլոր ոլորտներում։ Հնարավորինս լավ օր եմ ձեզ մաղթում եւ ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Կոռուպցիա կա կոռուպցիա, Նիկոլ։